Ես Անահիտ Հարությունյանս, ապրում եմ Արարատ գյուղում, արդեն 7 տարի է, Վարձով ենք մնում, իմ 5 բալիկների հետ, 6-րդն էլ պիտի ունենամ։ Ամուսնուս հետ 13 տարի շատ լավ եմ, ոչ մի խնդիր չի ելել մեր մեջ, որ կռվենք, վիճվենք, կամ բաժանման հարց լինի։ Չեմ հասկանում, ինչ էլ ավեց 6 ամսվա ընթացքում, ինքը որոշեց գնալ ուրիշ հետ ապրելու։ Խանութներից եմ նիսը ապրանք էի բերում, որ իմ երեխեքի գոյությունը պահպանեմ, մինչև նպաստը ստանամ, դրա համար վարձը չեմ կարում, նպաստն էլ 55,000 գումար եմ ստանում։ Չգիտեմ, այդ վարձը թե իմ երեխի խանութներին մի քիչ զրոյացնեմ, որ նորից ապրանք բերեմ։ Այն որ իմ տղենուց դե տեսել ասում եմ, մամա, պապան ընդ է, բայց ինձ չկանչեց, չգրկեց, խի ինչ են կարել իրա։ Բաղնիկ չկա вообще։ Թաշտի մեջ եմ, ստե դնում եմ ձմեռա երեխեքին ստեղ եմ լողացնում թաշտի մեջ, ցելոֆան եմ գցում, երեխեքին ստեղ եմ լողացնում, իսկ զուգարանը ներքևն է, հեսա, էսի տուալետն է, հեսա խիթար վիճակն է, ինչ ասեց վառել եմ, տան մեջ տունու տաքացնեմ, որ երեխեքը չմրսեն, հետո գնացենք տեսանք դաշտը քանդում են, Գնացել եմ այսենց հավաքել եմ, բերել եմ երեխեքի հետ, որ տանենք վառենք։ Երեխեքի հետ ասել եմ, պիտի ոտի հելնեմ, ինչքան կոտրված մնանք։ Սեզոնը, որ բացվեց երեխին կթողամ, երեխուս մոտ կեթամ, դաշտերը կաշխտեմ, կբերեմ երեխեքին կպահեմ։ Երազել եմ հեծանիվ ունենամ, պուլտով ավտո ունենամ, մամային, պապային հարցրել եմ, ասել են գումար որ չունեն, ունենան կառնեն։ Ու ես այդ ամեն ինչի մեջ համակերպվել եմ։ Երազել եմ հեծավին ունենամ, գույնավոր գրիչ և ֆլոմներ, ասել եմ փող ունենամ կառնեմ։